Մեր կտուրում այսօր հյուրընկալել ենք երգիչ երգահան Վահան Արծրունուն։ Բարև ձեզ, պարոն Արծրունուն։ Շնորհակալություն, որ եկաք մեզ մոտ։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք եւ տոնը շնորհավոր։ Ձեզ շնորհավորում եմ նույնպես։ Այսօր անկախության մասին ենք խոսում։ Ինչ եք հիշում այն տարիներից, ինչ էր ձեզ համար նշանակում հանրաքվեն անկախության հռչակումը։ Ընդհանրապես լիք բաներ կան, որոնք որ այն ժամանակ, այսինքն 20 տարի առաջ դեռ գիտակցված չէր, այսինքն մենք ընկալում էինք բացառապես էմոցիոնալ ալիքի վրա եւ մեր բոլորիս ինքնադրսևորումը ավելի շատ պայմանավորված էր այդ էմոցիոնալ ընկալումներով։ Հետո նոր ժամանակ անցավ եւ այսինքն այդ գիտակցությունը պետք է հասունանա։ Այսինքն ոչ միայն անհատի ներսում, այլ առհասարակ անկախությունը գիտակցում է որպես անկախություն եւ գիտակցում է որպես տոն այն ժամանակ, երբ որ կա որոշակի նիշ ընկալման, սեփական պատմության, սեփական մշակույթի, սեփական կացության եւ այդ ինձ թվում է, որ մենք բոլորս այդ ընկալումների ձևավորման դեռևս ձևավորման ընթացքի մեջ ենք։ Սրանով էլ պայմանավորված է շատ տարաբնույթ վերաբերմունքը հանրության մեջ անկախության տոնին։ Ինձ համար դա միանշանակ սրբություն է, միանշանակ ամենակարևոր իրադարձությունը մեր նորագույն պատմության մեջ եւ առհասարակ այն ելակետն է, որտեղից ամենայդպես ինքս ինձ համար սկսում եմ հսկայական քանակի պատմություններ եւ անձնական, եւ հասարակական, եւ ստեղծագործական, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա որքանով անկախ երկրի քաղաքացի եք ձեզ զգում։ Արվեստագետները զգայուն են փոփոխությունների նկատմամբ ու այս 24 տարվա ընթացքում ինչ է փոխվել ձեզ համար։ Այսինքն անկախության ընկալման առումով ոչ մի բան չի փոխվել, որովհետև անկախությունը դա իրադարձություն է նախ եւ առաջ, երկրորդը լայն իմաստով անկախությունը դա որոշակի հոգեկերտվածքի դրսևորում է։ Այսինքն դա այն իրադարձությունն է, որը ծնում է այդ հոգեկերտվածքը եւ համապատասխան ձևավորում է վերաբերմունքը հսկայական քանակի իրադարձությունների, խնդիրների եւ մնացածի հանդեպ։ Այսինքն վերջիվերջո ձևավորում է քաղաքացիական կեցվածքը քաղաքացու։ Հետո նոր քաղաքական մնացած։ Դա ես այսինքն կարևորում եմ առավելապես այդ հանգամանքը եւ կարծում եմ այդ առումով կիսում եմ այն եւ մտահոգությունները եւ նվաճումների գիտակցությունը եւ այն հսկայական քանակի նաեւ խնդիրները, որոնք որ այսինքն համընդհանուր են բոլորիս համար եւ ձեզ համար եւ բարձ ժողովրդի համար եւ իշխանավորի եւ բիզնեսմենի եւ արտիստի համար։ Այսինքն անկախությունը այն հանգամանքն է եւ այն իրադարձությունն է, որը կիսում է հանրության բոլոր սեգմենտները։ Այսինքն այդ հասկացության գիտակցումը պետք է կիսեն։ Երբ որ դա տեղի չի ունենում, ընկալումները սկսում են տարբերվել իրարից, ծնելով որոշակի, ինչպես ասացի, հակասական էֆեկտներ։ Հիմա ինչ փուլում ենք ու ինչպես կարելի է նպաստել այդ գիտակցության ձևավորման ավելի համընդհանուր։ Ես արդեն նշեցի, որ մենք ընթացքում ենք այդ ձևավորման, որովհետև հասկացությունը որպես այդպեսին հղկվում է ժամանակի ընթացքում։ Այսինքն մենք այդ կյանքը ապրելով հղկում ենք եւ մեր պատկերացումը անկախության մասին եւ հղկում ենք նաեւ բուն անկախությունը։ Այսինքն այն իրավիճակը, որի մեջ ենք։ Սա պատմական շերտերով անցնելու ընթացք է, որի ամենացավոտ եւ ամենաարյունալից էտապով մենք արդեն անցել ենք։ Եվ անցել ենք հաղթելով, այսինքն ձևելով նույնիսկ նոր սահմանագիծ երկրի, որը 21-րդ դարում, այսինքն բացառիկ օրինակներ կան պետությունների եւ հասարակությունների, որոնք որ կարողացել են այդ բանը անել։ Հիմա մենք բնականաբար ընթացքի մեջ ենք, որը բնական է, որ հսկայական քանակի արտաքին եւ ներքին ճնշումների տակ է ձևավորվում եւ մեր դատողությունները ընդամենը ընթացքի մեջ եղած քաղաքացու կամ հանրության դատողություններն են, շատ տարաբնույթ, որովհետեւ սպասումները մեկ էին, իրականությունը այլ է, ապագան շատ հավանական է լրիվ այլ է լինի։ Բայց նորից կկրկնվեմ, առավել կարևոր է, կարծում եմ բոլորիս համար, այն արժեքի գիտակցումը,
որը անկախությունն է իր էությամբ, իր բնույթով, մնացած ածանցյալ է։ Ինչ եք կարծում, որքան ժամանակ է մեզ պետք, որպեսզի մենք որոշակի կայուն փուլի գանք։ Դե կարծում եմ պատմական առումով, եթե առաջնորդվենք օրինակներով, ինձ թվում է նույնիսկ Միացյալ Նահանգները դեռ լավատեսական չէ։ Դեռ ընթացքում են, այսինքն այդ օրինակներով չեն կարող դատել, որովհետև տարբեր ազգեր, տարբեր պետություններ իր պատմական ընթացքների մեջ են։ Այլ բան, որ պետք է շատ քաջ գիտակցենք, որ այն ռեսուրսը, որ այսօր կա, արդյոք աշխատում է այդ անկախության հաստատմանը եւ արդյոք այն ամբողջ պաշարը, որ կուտակված էր նախորդ տասնամյակների ընթացքում, հնարավոր է այսօր օգտագործել։ Նկատի ունեմ իհարկե այն ժառանգությունը նախորդ հանրապետությունից։ Եվ սրանք գումարում են իհարկե այն բոլոր տարաբնույթ երևույթները, որոնք որ ենթադրենք ուղղորդում են բնակչությանը երկրից դուրս կամ ստեղծում են որոշակի ապաթիայի տրամադրություն երկրի ներսում։ Սա գիտեք շատ լավ գիտեք, որ այնքան տարբեր են այդ ճնշումների տեսակները, որ կարելի է ժամերով եւ օրերով սրանց մասին խոսել եւ այդպես էլ չգտնել լուծման տարբերակը։ Այնպես որ կարծում եմ, որ այսօր քանի որ տոնական օր է, առավել ճիշտ կլինի այդ տոնական տրամադրությունը գիտակցել եւ համենայնիվս մենք մեր տանը նշելու ենք, ինչպես նաեւ իմ հին ընկերների հետ եւ պատերազմի բոհով անցած եւ արվեստագետ ընկերների հետ, որոնք որ այդ արժեքը ընկալում են, գիտակցում են նույն հարթության մեջ, ոնց որ եւ ես։ Շատ լավ։ Ես հիմա առաջարկում եմ մենք դիտենք ձեր վերջին տեսահոլովակներից մեկը։ Միակ տեսահոլովակ։ Միակ։ Այո։ Օ, հրաշալի է, ավելի լավ։ Civilnet-ի եթերում դիտեք, սա ում հայրենիքն է երգի տեսահոլովակը։ Սկտված աշխատ, սահմաններով ճղված, փշալարով կնքված, մարդու արյամբ խեղված, արցուկներով ցողված, ծիծաղներով հղի, քեզ ուզում ենք տեսնել առանց սահմանների, սա ում հայրենիքն է, սա ում հայրենիքն է։ Քեզ գուրգուրած տեսնել, քեզ պուրպուրհաց տեսնել, վրատ մշակ մարդիկ եւ ամոլի եզներ, վրատ կանաչ հարտեր, անմահական վարդեր, եւ ոչ ստրուկ լինի, ոչ սահման ու ոչ տեղ, սա ում հայրենիքն է, սա ում հայրենիքն է։
մտածում եմ թե հրաշք լինել խաղաղ մի մարդկություն եւ Աստծո աչք լինել եթե սահմանները իրոք վերանային խելքը գլխին մի բան մնալու է հայի Պարոն Արծունի, վերջում ուզում եմ խոսենք նոր ծրագրի մասին, որը պատրաստում եք, այս տարին հոբելյանական է ձեզ համար եւ օգոստոսի 11-ից, եթե չեմ սխալվում, մի քանի համերգով դուք պիտի հանդես գաք ամբողջ փայլով։ Կպատմեք ինչ համերգներ են դրանք։ Ինքը այսինքն ստեղծագործական առումով ամփոփիչ նախագիծ է, այսինքն որ ներառում է 5 համերգային տարբեր բնույթի եւ ժանրերի համերգներ պրոգրեսիվ երաժշտությունից սկսած ընդհանուր մինչև սիմֆոնիկ սկսելու է հոկտեմբերի 11-ին եւ ավարտվելու է դեկտեմբերի 25-ին, բայց կարծում եմ դրա մասին առիթները շատ կլինեն դեռևս խոսելու, որովհետեւ նոր մենք մտնում ենք այդ պրոմո շրջանի մեջ եւ շատ չեք ուզում գաղտնիքներ բացել հիմա։ Դե իրենք ասին գաղտնիքներ չեն, քանի որ արդեն եւ սայթում կան եւ Facebook-ում հրապարակված է այդ ամենը։ Բազապես կասեմ, որ կներկայացնեմ 2 երգաշարք, գործիքային երաժշտության շարք եւ տարբեր ժանրային տեսակների մեջ ներկայացվող 5 համերգային ծրագիր։ Կամերային ժանր, պրոգրեսիվ երաժշտություն, unplugged տեսակ, այսինքն ակուստիկ ռոք տարբերակը, սիմֆոնիկային տարբերակը եւ ինչպես ասեցի, 2 երգաշարք, Կոմիտասի եւ Ռազմիկ Լավանի բանաստեղծությունների հիման վրա։ Մի խոսքով շատ սպասված եւ հսկայական մեծ երաժշտական ռեսուրսով մենք մտնում ենք այս գործի մեջ, մեր ազգային կամերային նվագախումբն է մասնակցելու, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն է մասնակցելու, երգչախմբեր, մենակատարներ, մի խոսքով։ Անհամբեր սպասենք։ Հրաշալի։ Ես էլ շնորհակալություն։ Ես շատ շնորհակալ եմ, որ եկաք մեր մոտ, ձեզ հաջողություն եմ Ես եմ շնորհակալ եւ ասենք տոնը շնորհավոր եւ միասին դեպի ապագա, ուրախ ապագա։ Շնորհակալություն։ Մնացեք Civilnet-ի հետ։